Բարի երեկո, դուք դիտում եք հարցազրույցը, այսօրվա իմ հյուրն է մեր ձևով շարժման անդամ Արթուր Դանիելյանը։ Պարոն Դանիելյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը իր Facebook-յան էջում լուսանկար է հրապարակել Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանից եւ գրել է՝ գուշակեք, թե ում ենք հանդիպելու։ Ում է հանդիպելու պարոն Կարապետյանը։ Ճիշտն ասած, այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ունենում ենք պրոֆեսիոնալ մակարդակով տարբեր ոլորտների ուսումնասիրության համար։ Նաև շատ կարևոր է այդ հանդիպումների վերաբերյալ հանրայնացումը, որպեսզի ճիշտ ձևով արվի։ Մեր լրատվական բաժնի կողմից, եթե մինչև հաղորդման հեռարձակումը հրապարակված չլինի, ապա այսօրվա մեջ անպայման ավելի մանրամասն տեղեկատվություն կտարածվի։ Դրա համար ես ձեզ կմնամ այդ հարցին պատասխանելուց։ Այնուամենայնիվ կարող եք փակագծերը բացել քաղաքական որևէ ներկայացուցիչի կամ գործիչի հետ է լինելու հանդիպումը, թե լրատվամիջոցի միգուցե, որովհետև հրապարակը գրել էր, օրինակ, հնարավոր է Թաքր Քարլսոնի հետ հարցազրույցի մասին է խոսքը։ Ինչպես նշվել է, մեր ձևով շարժման բնույթը քաղաքական չէ, բայց չի բացառվում նաև քաղաքական գործիչների հետ մեր շփումները։ Սրանով չեմ ուզում ասել, որ հանդիպումը լինելու է քաղաքական գործիչի հետ, բայց քաղաքական բնույթ չի կրելու, այդքանը կարող եմ ասել։ Պարոն Դանիելյան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցելությունը արդյոք ինչ-որ առումով նպատակ ունի ցույց տալ, որ ձեր շարժումը ինչպես իշխանությունն է փորձում, ձեզ որակել որպես պրոռուսական ուժ, բաց է համագործակցության աշխարհի բոլոր կենտրոնների հետ։ Իրավացիորեն ճիշտ եք ասում, որ շարժման շուրջ նմանատիպ տպավորություն փորձում են ստեղծել, որ պրոռուսական պրոյեկտ է եւ այլն, բայց ես մի բան կարող եմ ասել, որ շարժումը եւ հետագա ձևավորվող քաղաքական ուժը միանշանակ լինելու է միայն հայամետ եւ փորձելու է իրականացնել ծրագրեր բոլոր կենտրոնների հետ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։ Առանց հակադրվելու որևէ կենտրոնի, որը որ քաղաքական շահարկումների առիթ կարող է դառնալ։ Հետևաբար այցելություններ կարող են լինել եւ Միացյալ Նահանգներ եւ եվրոպական որևէ երկիր, հանդիպումներ կարող են լինել եւ Ռուսաստանում, տեսեք, մենք այնպիսի յուրահատուկ պետություն ենք եւ ազգ ենք, որ ունենք աշխարհասփյուր ներկայություն։ Այսինքն որևէ երկիր այցելությունը կապել կոնկրետ այդ երկրի հետ միայն քաղաքական նպատակներ հետապնդելու մասով կարծում եմ ճիշտ չի, որովհետև բացի այդ ամեն ինչից մենք նաև ունենք Սփյուռքում մեծ ներկայացվածություն եւ շատ կարեւոր ու մեծ արժեք ենք համարում մեր Սփյուռքի հայրենակիցների հետ մեր համագործակցությունը եւ կապը։ Ճիշտ եմ հասկանում, որ հետագայում նաև նախատեսում եք Սփյուռքի հետ նաև գործնական համագործակցություն նաև երկրի ներսում որոշակի ներգրավում։ Բնականաբար այսօր ականատեսն ենք մի իրավիճակի, երբ միտումնավոր միգուցե այնպիսի միջավայր է ստեղծվում, որպեսզի Սփյուռքը հեռանա Հայաստանից, այսինքն ներգրավվածություն չունենա, հետաքրքրությունը աստիճանաբար կորի։ Տեսեք, մի հատ հանգրվանի ենք մենք ասել, երբ բնականաբար այդ սերնդափոխությունը անընդհատ լինում է Սփյուռքում եւ երկար ժամանակ, տասնամյակներ եւ ավել Հայաստանում չի եղել մի իշխանություն, որը որ այսպիսի մերժողական դիրքորոշում ունենա Սփյուռքի մեր հայրենակիցների հետ կապված։ Այսօր տեսանելի չեն որևէ համագործակցության եզրեր Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ։ Միգուցե երբեմն լինում են ինչ-որ մասնակի հարցերով հանդիպումներ, առանձին դեպքերով հայտարարություններ, բայց խորը եւ համապարփակ համագործակցություն տեսանելի չէ եւ այդ համագործակցության համար պետք է նպաստավոր պայմաններ պետությունը կարողանա ստեղծի իր ամենահզոր կառույցի միջոցով, հայ առաքելական եկեղեցու միջոցով նույնպես, որովհետեւ ներկայությունը մեր հայ առաքելական եկեղեցու Սփյուռքում բավականին մեծ է եւ հնարավորությունները եկեղեցու աջակցելու եւ հայապահպան գործունեություն իրականացնելու բավականին մեծ են։ Ինչ-ինչ պատճառներով այսօր դրանք միգուցե արդյունավետ չեն իրականացվում կամ հենց հատուկ չեն այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում։ Դուք ճիշտ պնդեցիք, ճիշտ հարցադրումը դրեցիք, որ այո, նման նպատակ մենք ունենք, որպեսզի Սփյուռքի հետ մեր կապերը ավելի ամուր լինեն եւ արդյունավետ։
Այսինքն նաև փորձելու եք ցույց տալ, որ դիվանագիտական աշխատանք տանելով կարող եք իրար հետ հակամարտող կենտրոնների հետ արդյունավետ համագործակցել, ոչ թե մեկի կողմը բռնել, մյուսի դեմ, արդյունքում հայտնվել հարվածի տակ։ Բնականաբար, որովհետև այսօր էլ եւ պատմական օրինակներով էլ մենք հաճախ տեսնում ենք, որ նմանատիպ քաղաքականությունը առնվազն երկարաժամկետ առումով որևէ հաջողության չի կարող բերել։ Խոսեցիք հայ առաքելական եկեղեցու մասին, Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր Facebook-յան էջում նորից անդրադարձել է վեհափառին, ակնարկում է Մայրաթոռի վերջին բավականին կոշտ շեշտադրումներով հայտարարությունը, ուր է տանելու այս Նիկոլ Փաշինյան ՔՊ եւ առաքելական եկեղեցի հակամարտությունը։ Առաքելական եկեղեցին, ինչպես գիտենք, դարեր շարունակ լինելով ոչ միայն կրոնական նշանակություն ունեցող ամենաամուր հենասյունը եղել է նաև մեր ազգի ինքնության պահպանության եւ միասնականության ամենակարևոր բաղադրիչը։ Հետևաբար եկեղեցու նկատմամբ որևէ ոտնձգություն կամ եկեղեցականների նկատմամբ որևէ վարկապեկիչ քաղաքականություն անմիջականորեն ազդում է համայն հայության վրա։ Ոչ միայն այն ժողովրդի վրա, ովքեր որ հետևում են հայ առաքելական եկեղեցու հայտարարություններին, այլ նաև այն մարդկանց վրա, ովքեր որ ցավալիորեն ունենալով անվերապահ վստահություն քաղաքական իշխանությունների նկատմամբ համարում են վերջիններիս եկեղեցագիտության մեջ ամենալավ մասնագետներին եւ իրենց կողմից արտահայտված խոսույթը ընդունում են որպես վերջնական ճշմարտություն։ Ի նկատի ունեմ վերջին իրադարձությունների վերաբերյալ երևի ձեր հարցը Հովանավանքում տեղի ունեցած հատկապես Հովանավանքում մարդկանց քանակը հենց մարդկանց մասին եմ ես ուզում խոսել տեսեք այն ինչ որ այն քաղաքականությունը որը որ վարվում է այսօր հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ դա վնասում է ոչ միայն այն հավատավոր ժողովրդին ովքեր որ վեհափառի խոսքի ակնկալիքը ունեն Առաջին հերթին կարծում եմ այստեղ խախտվում է այն մարդկանց խղճի ազատության իրավունքը, ովքեր որ ազնվորեն ուզում են լինել ճշմարիտ քրիստոնյա, փնտրում են այդ ճանապարհը, որ միջոցով կարող են իրենց հոգևոր սնունդը ստանալ, սակայն այդ ինֆորմացիան ստանում են ոչ ճիշտ աղբյուրից։ Այսինքն ես չեմ բացառում, որ Հովանավանքում հավաքված մեր հայրենակիցների մեջ կան մարդիկ, որոնք որ ուզում են լինել ճշմարիտ քրիստոնյա ուզում են իրական հայ առաքելական եկեղեցու հետևորդ մնալ կամ դառնալ։ Եվ երբ որ քաղաքական իշխանության ներկայացուցիչները օգտագործելով այն վստահությունը, որը որ մարդիկ ձևավորել են իրենց անձի նկատմամբ, քաղաքական հայտարարություններ կատարելով, քաղաքական նպատակներ հետապնդելով, այդ մարդկանց հերվածնում են իրենց հիմնական եկեղեցուց, հայ առաքելական Սուրբ եկեղեցուց։ Դրանով խախտելով նրանց իսկ իրավունքը։ Դրանով այո, խախտելով նրանց իսկ իրավունքը։ Այս երևույթը կարծում եմ, իմ գնահատմամբ ավելի վտանգավոր է, քան այլ կրոնական կազմակերպությունների, նույնիսկ աղանդավորական շարժումների կողմից իրականացվող քարոզներն են կամ հոգևորսությունը։ Որոշ քաղաքագետներ նույնիսկ եկեղեցու դեմ դիվերսիա որակեցին։ Կարող եմ համաձայնվել ինչ որ չափով դրա հետ։ Ինչի եմ կարծում, որ ավելի վտանգավոր երևույթ է, որովհետև կրոնական կազմակերպությունները կամ աղանդները հոգևորսություն անելուց կամ քարոզներ տանելուց չեն ներկայանում որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցի։ Այսինքն, երբ որ մարդը որոշում է կայացնում հետևել այս կամ այն կրոնական կազմակերպությանը կամ իր հոգևոր սնունդը ստանալ այս կամ այն խմբի միջոցով, նա գիտակցաբար արդեն որոշում է կայացնում, որ ինքը այլևս հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ չէ եւ իր հոգևոր սնունդը ուզում է ստանալ այլ վայրում։ Գիտակցաբար որոշում կայացնելը տարբերվում է այն իրավիճակից, ինչը որ այսօր կատարվում է, որովհետև ինչ անում Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքական իշխանությունը իր ներկայացուցիչների միջոցով փորձում է ներկայանալ որպես իրական հայ առաքելական Սուրբ եկեղեցի։ Եվ Մայրաթոռը շատ հստակ բնորոշումը տվեց, թե ինչ գործողություն է իրենից ներկայացնում Հովանավանքում տեղի ունեցածը, որը որ ինչպես հայտնի է, կարծես թե շարունակական է լինելու։ Պարոն Դանիելյան, դուք նաև ուխտ կատարեցիք դեպի Էջմիածին,
կարող ենք ասել, որ առաջին ընդդիմադիր ուժն որ կոնկրետ քայլերով ցույց տվեցիք նաև ձեր աջակցությունը Մայրաթորին։ Արդյոք այդպիսի քայլեր եւս նախատեսվում են հաշվի առնելով նաև Նիկոլ Փաշինյանի համառությունը ապացուցելու իր տեսակետը։ Ես չեմ համաձայնվի ձեզ հետ, որ մենք միակ եւ առաջին ընդդիմադիր ուժն ենք, որը որ եկեղեցու իր աջակցությունը ցուցաբերեց, դա պետք չի տեսնել քաղաքական կամ ընդդիմադիր ինչ-որ հայացքների արտահայտում։ Դա պարզապես հայ հավատավոր առաքելական սուրբ եկեղեցու հետևորդների ուխտագնացություն պետք է դիտարկել, եւ մենք մեր ներկայությամբ միշտ պատրաստ ենք եղել ցուցադրելու եւ մեր հայրենակիցներին եւ հայ առաքելական սուրբ եկեղեցուն մեր աջակցությունը։ Ավելին անել, կարծում եմ օրենքը թույլ է տալիս, սահմանադրությունը թույլ է տալիս, գործիքակազմը կա, սակայն դրա համար անհրաժեշտ է նաև քաղաքական կամք։ Իսկ այդ քաղաքական կամքի դրսևորման ամենահարուստ գործիքակազմը հենց իշխանության ձեռքում է։ Այսինքն մենք կարող ենք որպես հավատավոր ժողովուրդ մեր խոսքերով, մեր վարքով աջակցել հայ առաքելական սուրբ եկեղեցուն։ Սակայն երբ քաղաքական իշխանությունները չունեն բավարար կամք եւ նպատակ պաշտպանելու հայ առաքելական եկեղեցու իրական պատկերը, այստեղ արդեն խնդիրները շատանում են։ Եվ որն է լուծումը։ Լուծումը կարծում եմ բոլորին հայտնի է։ Պետք է լինեն այնպիսի անհատներ եւ այնպիսի գաղափարախոսությունը կրող քաղաքական ուժ այդ որոշումները կայացնելու դիրքերում, ովքեր որ կարտահայտեն իրական ճշմարիտ հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդների կարծիքը։ Սամվել Կարապետյանը իր վերջին ուղերձում եւս մեկ անգամ հաստատեց, որ անկախ հանգամանքից, որ անազատության վայրում է, շարունակելու են պայքարել հանուն մեր սրբությունների։ Սա նշանակում է, որ ուժային միջոցները չեն ազդում։ Ուժային միջոցները, գիտեք ինչ, հնարավոր է նաև ազդում են հակառակ տեսանկյունից, այսինքն մարդիկ, երբ որ կան անտարբեր մարդիկ, կան մարդիկ, որոնք որ մտածել են, որ իրենց անելիքը չկա, իրենց խոսելու անհրաժեշտությունը չկա, իրենց ներկայ լինելու անհրաժեշտությունը չկա, բայց ցավ են ապրել այդ իրողություններից։ Նման ճնշումները, նման սահմանափակումները տարբեր անձանց նկատմամբ, նաև սրբազանների նկատմամբ, նաև վարկաբեկիչ ինչ-որ նյութերի տարածումը, կարծում եմ այդ համեմատաբար пассив մարդկանց մոտ նաև արթնացնում է պայքարելու, արտահայտվելու ցանկություն։ Այսինքն հետևանքը ոչ թե այնը, որ մարդիկ պետք է դադարեն պայքարել, պետք է կանգ առնեն, այլ զսպելու հակառակ էֆեկտն է լինելու, ես միանշանակ վստահ եմ։ Կարծում եմ նաև վերջի շրջանում հստակ տվյալներ չգիտեմ, բայց համոզմունք ունեմ, որ պատարակների մասնակցությունը շատացել է։ Այո, այդ մասին են վկայում եկեղեցիներից պատարակների տեսանյութերն ու լուսանկարները։ Պարոն Դանիելյան, Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում մեր ձևով շարժման ներկայացուցիչի իրավապաշտպան, ով ձեռքերը վեր պարզած մոտեցել է ոստիկաններին, ներկայացել է, որ իրավապաշտպան, կալանավորում են եւ նա նորից ազատազրկման վայրից ասում է, ես ավելի ազատ եմ այստեղ։ Եվ մի հետաքրքիր բան կա, հա, ասենց երևույթ կա։ Միքայել Սրբազանը, Բաքրատ Սրբազանը ասում են հանկարծ չկոտրվեք, շարունակեք պայքարը։ Այնուամենայնիվ հստակ է նաև, որ Նիկոլ Փաշինյանը գնում է տոտալ բռնաճնշումների ուղիով եւ այս կալանավորումները շարունակվելու են։ Վառ վկայություն Վարդան Ղուկասյանի կալանավորումը, երբ որ կալանավորման երկրորդ հիմք բերում են մի արտահայտություն, որը որպես կոչ են ներկայացնում։ Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը հասնի մի կետի, երբ ամբողջ վերնախավը բոլոր քաղաքական, ոչ քաղաքական ուժերի, ովքեր կարող են մոբիլիզացնել մարդկանց զանգվածներ եւ որոշակի գործողությունների դիմել, հայտնվի անազատության մեջ։ Ձեր հարցին այսպես կպատասխանեմ, կամ ամենավերջից նշվեց ամբողջ վերնախավը, ես կուզենայի այդ բառակապակցությունից հեռու մի քիչ գնանք, որովհետև ղեկավար կազմ կամ առաջնորդող կազմ հիմնական ուժը ժողովրդի միասնությունն է, ժողովրդի կամքն է։ Եվ ժողովրդի կամքի վրա ազդեցություն ունենում են այն իրողությունները, որոնց ականատեսն ենք այսօր լինում։ Սահմանափակումները բերելու են այդ միասնության ավելի ամրապնդմանը եւ ավելի շատ մարդիկ են փորձելու դառնալ ավելի միասնական։ Նշեցիք Ռուբեն Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը։
դա նաև վառ ապացույցն է նրա, որ այսօրվա քաղաքական իշխանությունները նույնիսկ չեն փորձում կոծկել հակաժողովրդավարական վարքագծի որոշակի դրսևորումներ, որովհետև տեսանյութերում պարզ երևում է վերջինիս վարքագիծը, Ռուբեն Մխիթարյանը նաև գյումրեցի է, շատ լավ մարդ է, հայրենասեր, որը որ այդ պահին իր պարտքն է համարել գտնվել գյումրեցիների կողքին եւ իրականացնել իր մասնագիտական գործունեությունը անհրաժեշտության պարագայում։ Այդ տեսանյութի արկայության պարագայում մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ միգուցե այն մարմինները, որոնք որ նպատակ ունեն սահմանափակելու Ռուբենի ազատությունը, մի քիչ կարող է կանշկանվեն, քանի որ հանրության աչքի առաջ երևում է, որ այնտեղ որևէ հանցակազմ պարունակող գործողություն չի կատարվում։ Սակայն այստեղ ես տեսնում եմ միտում հենց ցույց տալու մեր հանրությանը, որ անկախ նրանից դու որևէ հանցանք կատարել ես թե չէ, եթե պետք է քեզ սահմանափակել եւ ճնշում գործադրել մյուսներին ցույց տալու համար, որպեսզի վերջիներս կամ արտահայտությունը չկարողանան իրականացնել օրինական ճանապարհով, իրենք այդ քայլին էլ կգնան։ Վերջին իրադարձությունն է նաեւ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի շուրջ ստեղծված կալանավորումը չէ, այստեղ արդեն վերջնական դատական առաջի այցանի դատանի վերջնական վճռի մասին է որ խոսքը գնում։ Այնտեղ նույնպես մի ամբողջ քաղաքական հետապնդումների շղթայի մի մաս է կազմում, որտեղ մենք տեսնում ենք Ղավանի ընդդիմադիր համայնքը։ Այո, որտեղ մենք տեսնում ենք, որ նշանակվում են անհամաչափ պատիժներ։ Ես չեմ ուզում որակումներ տամ կամ խորանամ հարուցված գործերի, դատարանում քննվող գործերի հիմնավորվածության կամ սնանկության մասին, բայց մի բան ակնհայտ է, այն մեր հայրենակիցները, ովքեր որ հանդես են գալիս հայրենիքի պաշտպանության տեսանկյունից, եկեղեցու պաշտպանության տեսանկյունից, միասնականության տեսանկյունից, հանդիպում են շատ բիրտ եւ անհամաչափ դիմադրության։ Արդյունքում խոսքի ազատությունը նույնպես բոլորի մոտ ինչ որ իրավիճակում է հայտնվում, երբ մարդիկ մի բան արտահայտվելուց ոչ թե իրենց սահմանափակում են օրենքի շրջանակներով, այլ վախի պատճառով։ Էլ չեն մտածում այս իմ ասած արտահայտությունը օրենքի շրջանակներում է, թե չէ, այլ պարզապես վախ են ապրում։ Եթե նույնիսկ օրենքի շրջանակներում եմ ես արտահայտվում, միգուցե ինչ որ մեկին սա դուր չգա եւ որոշեն, որ ինձ պետք է սահմանափակեն կալանավորման միջոցով, որը որ այսօր կիրառվում է ոչ թե որպես խափանման միջոց մասնավոր դեպքերով, այլ ակնհայտ երևում է, որ այնտեղ կա ինչ որ քաղաքական միտում եւ դա այդ խափանման միջոցը արդեն սովորություն է դարձել, որպեսզի կիրառեն որպես պատժի միջոց։ Եվրոպայից լռությունը այս գործողություններին, հատկապես որ հաշվի առնենք Եվրանեստի համաժողովներ Երևանում 2 օր ընթանում, 28-ից մինչև 30-ը, ընդամենը 2 պատգամավոր ահազանգեցին բռնաճնշումների, կալանքը որպես պատիժ կիրառելու մասին։ Հաջորդ օրը բոլորը զբաղված էին Ռուսաստանին քննադատելով, կարծես թե Հայաստանում ոչինչ տեղի չի ունենում։ Սա չի նշանակում, որ որոշակի աշխարհակաղակական կենտրոններ կանաչ լույս են վառել Փաշինյանի համար։ Ես չեմ կարող գնահատական տալ մեր եվրոպացի գործընկերների անգործությանը, քանի որ նրանց հետ համագործակցող այսօր ոնց որ պաշտոնական ճանապարհը հենց մեր իշխանություններն են։ Եվ քաղաքական հետապնդումների շրջանակներում երբեմն ականատես ենք լինում այնպիսի միջոցառումների, որոնք որ հենց ուղղված են իրենց թիմակիցների դեմ։ Միգուցե այդ բալանսը պահելու համար ես չեմ բացառում, որ իշխող քաղաքական ուժը որոշակի գործողություններ նաև կատարում է հենց իրենց թիմակիցների դեմ, եվրոպական մեր գործընկերներին ցույց տալու համար, որ օրենքը կիրառվում է հավասար բոլորի համար։ Սակայն բնականաբար դա այդպես չէ։ Իհարկե անհրաժեշտությունը կա, որպեսզի բարձրաձայնվի այն զանգվածային մարդու իրավունքների խախտումները, որոնք որ տեղի են ունենում Հայաստանում, սակայն մենք պետք է առաջի հերթին հասկանանք, որ դա հենց մեր ներքին հարցերն են, մեր ժողովրդին պետք է մենք կարողանանք հասնել այն մի կետին, որ բոլորը հասկանան, կոնկրետ եկեղեցու մասը օրինակ բերեմ, բոլորը պետք է հասկանան, որ հայ առաքելական սուրբ եկեղեցու վերաբերյալ կրոնաբանական, դավանաբանական ինֆորմացիա ստանալու ճշմարիտ միակ աղբյուրը հայ առաքելական սուրբ եկեղեցին է եւ այլ մեկնաբանությունները դուրս են այդ արժեքներից եւ
ավելի նման են աղանդավորական քարոզների։ Պարոն Դանիելյան, անդրադառնանք նաև հեծին, այս իշխանությունները հստակ է, որ ամեն կերպ փորձում են հեծը յուրացնել, այդ մասին մամուլը պարբերաբար գրում է եւ ձեր ուժը 5 ամիս առաջ Նարեկ Կարապետյանը դիմել էր ՀԾԿՀ-ին էլեկտրոէներգիայի ուրեմն սակագինը իջեցնելու առաջարկով, սակայն ՀԾԿՀ-ն ի զարմանս բոլորի հրաժարվում է հայտարարելով, որ տարեվերջին սակագնի փոփոխություն են նախատեսում եւ այսօր, եթե չեմ սխալվում, եւս մեկ անգամ դիմել եք նույն առաջարկով, ինչ ակնկալիքներ ունեք։ Այո, ժամեր առաջ նույն առաջարկով նորից դիմում է եղել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Նախորդ դիմումի վերաբերյալ պատասխանի բացակայությունը կամ բացասական պատասխանի արկայությունը անկեղծ ասած ինձ թվում է պետք է մեկնաբանի հենց այն մարմինը, որը որ հրաժարվել է ունենալով հնարավորություն իջեցնելու հոսանքի գինը, չի իջեցրել։ Մամուլում երեք շրջանառվում էր տեղեկություն, որ խոսքը գնում է ընդամենը 20 լումայի մասին, որը որ բացարձակ սուտ է։ Խոսքը գնում է 3 դրամի մասին, առնվազն։ Եվ այստեղ նույնիսկ այդքան էական չի, թե էժանացումը ինչքան պետք է լիներ։ Էականը այն հարցի պատասխանը, որպեսզի մենք ստանանք, թե ինչի հնարավորություն է եղել հոսանքի սակագինը իջեցնել, բայց պատկան մարմինը դա չի արել։ Այսինքն այսօր ես հոսանքի դիմաց ավելի շատ գումար եմ վճարելու ՀԾԿՀ-ի մեղքով, երբ որ կարող է ավելի քիչ գումար վճարել, ճիշտ եմ հասկանում։ Այո, այդպես է ստացվում եւ այստեղ մի բան կարող եմ մենակ ենթադրել, ինչի ժամանակին դա չի արվել։ Ինչու։ Միգուցե սա իրենք տեսնելով իրական հնարավորություն հոսանքի գինը իջեցնելու, որոշել են դա երկարաձգել, պահելով որպես նախընտրական ինչ-որ գործիք մարդկանց մոտ դրական տպավորությունները առաջացնելու համար։ Ակնարկում եք, որ ՀԾԿՀ-ն աջակցում է ՔՊ-ին, քաղաքացիական բանալին։ Նման ենթադրությունների ունենալու համար կարծում եմ բոլորս ունենք բավարար հիմքերը։ Հաշվի առնելով նաև այն կառավարչի անձը, ով որ նշանակվել է այսօր որպես հեծի կառավարիչ։ Այսինքն չեք վստահում նրա անկողմնակալ որոշման։ Ձերս կմնամ այդ հարցին պատասխանելուց, քանի որ պատասխանը ակնհայտ է բոլորիս համար։ Պարոն Դանիելյան, իսկ հեծի մասով իշխանությունների նպատակը ո՞րն է։ Պարզապես ուզում է Սամվել Կարապետյանի ձեռքից խլել հեծը, թե այլ հեռանկարներ էլ ունի։ Տպավորությունն այնպիսին է, որ նրանք դիտարկում են հեծը որպես բավականին հզոր ռեսուրս ընտրական process-ների մեջ կիրառելու համար։ Ուզում եմ հավատալ, որ բանը դրան չի հասնի։ Ուզում եմ վստահել այն մեր աշխատակիցներին հեծի, ովքեր որ մինչև այսօր այնտեղ աշխատում են, որ իրենք կմնան իրենց քաղաքական հայացքների շրջանակներում, քանի որ երբևէ նրանց առաջ որևէ մեկը պարտադրանք չի դրել մինչև վերջին իրադարձությունները, երբևէ որևէ մեկը չի փորձել ազդել վերջիններից քաղաքական դիրքորոշման վրա, ուզում եմ հավատացած լինել, որ դա այդպես էլ կշարունակի մնալ։ Բայց ահազանգեր են գալիս, որ Ռոմանոս Պետրոսյանը փոխում է հեծի աշխատակազմը, հատկապես վարչության պետեր կամ ղեկավար կազմում պաշտոններ զբաղեցնող մարդկանց առաջարկում են այդ մասին, գրում է մամուլը, առաջարկում են ՔՊ-ին անդամագրվել, տեղյակ եք ներսում ինչ է կատարվում, ինչ չափով են այդ փոփոխությունները։ Մասնավոր դեպքերի հետ կապված միայն կոչ կանեմ բոլորին, որպեսզի իրենց իրավունքների խախտման մասին բարձրաձայնեն։ Թե ինչ է կատարվում հեծի ներսում, մեծ մասով այս պահին բոլորիս համար այդքան էլ հայտնի չի։ Բայց այն առանձին դեպքերը, որոնք որ կոնկրետ մարդկանց աշխատանքային իրավունքի խախտումներին են վերաբերում, այսօր կան բավականին շատ արդեն դատական գործեր, մարդիկ դատական կարգով փորձում են իրենց իրավունքները պաշտպանել եւ վերականգնել։ Նախկին աշխատակիցները, ովքեր որ այո։ Մոտավորապես քանի գործ կա դատանում։ Չեմ կարող ասել ճիշտ։ Բայց շատ են։ Քիչ չեն։ Նաև հեծի վերաբերյալ Facebook-յան էջ էր բացվել, որտեղ ներկայացվում էին ներկայիս հեծի կառավարչի ապօրինությունները, որը արդեն մի քանի օր է չի գործում եւ հեծի նախկին տնօրենը տեղեկացրեց, որ իշխանությունները նաև Facebook-յան հարթակում են պատերազմ մղում։ Այն գործիքակազմը, որը որ կիրառվել է այդ էջի սառեցման կամ չգիտեմ փակման համար, ինձ ճիշտն ասած հայտնի չէ, թե ինչպես է դա հնարավոր, բայց եթե պնդում է պարոն Ղազինյանը, վստահ եմ ունի հիմքեր։ Պարոն Դանիելյան, եւ մեր զրույցի վերջում մեր հեռուստադիտողների համար կխնդրեի ներկայացնել որոշակի քայլեր, որ ապագայում սպասվում են։ Ապագայում սպասվում է մեր շարունակական ավելի մասշտաբային աշխատանքներ,
ժողովրդի հետ խոսակցություններ, մարզային այցելություններ, քաղաքական ուժի ձևավորում, որը որ արդեն հստակ կունենա մեր ձևով շարժման արդյունքում ձևավորած ծրագրերի ամփոփ տարբերակը եւ կներկայացվի մեր հանրությանը։ Մոտավորապես ինչ ժամկետների մասին է խոսքը։ Մոտակա ամիսների ընթացքում։ Պարոն Դանիելյան, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, այսօրվա իմ զրուցակիցն էր մեր ձևով շարժման անդամ Արթուր Դանիելյանը։ Դուք դիտում եք հարցազրույցը, հաջողություն։